Պուրիտանները, Ամանորյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 6։ Ծույլի ցանկությունը սպանում է նրան, որովհետև նրա ձեռքերը չեն ուզում գործել։ Առակաց 21-րդ գլուխ 25-րդ խոսք։ Շատերի համար Քրիստոսի մեջ իրենց ունեցած բաժնի ճանաչողությանը խոչընդոտ մեկ այլ պատճառ է ծուլության և անհոգ անփութության ոգին։ Նրանք գանգատվում են, թե չգիտեն արդյոք Քրիստոսի մեջ են, թե ոչ, սակայն ինչպես քչերն են ջանք թափում նրա մեջ լինելու համար, այնպես էլ քչերն են ջանք գործադրում քննելու, թե արդյոք իսկապես նրա մեջ են։ Սա այնպիսի գործ է, որը չի կարող կատարվել անտարբերությամբ կամ հոգևոր քնով։ Փորձեցեք ձեր անձերը, թե արդյոք հավատք ունեք, քննեցեք ձեր անձերը, կամ թե չգիտեք ձեր անձերը։ 2 Կորինթացիս 13-րդ գլուխ 5-րդ խոսք։ Այստեղ գործածված բառերը քննեցեք, փորձեցեք, գիտակցեք հստակ ցույց են տալիս, որ սա ջանք և հոգևոր աշխատանք պահանջող գործ է։ Այդ պատճառով էլ ասվում է. ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատ անեք։ 2 Պետրոս 1:10 խոսք։ Սա մի գործ է, որը վեր է մարդկային բնական կարողություններից։ Միայն Սուրբ Հոգու այն օծությունը, որը սովորեցնում է ամեն բան, կարող է մեզ օգնել ճանաչելու այն ամենը, ինչ Աստված իր շնորհով պարգևել է մեզ։ Միթե Տերը մարդկանց կվստահեր այսքան մեծ կարևորություն ունեցող գործը, երբ նրանք նույնիսկ ջանք չեն անում հետաքրքրվել, որ խնդրեն նրան առաջնորդել իրենց այդ գործում։ Ամաչեք դուք, որ այդքան ժամանակ եք ծախսում սիրավեպ կարդալու վրա, ձեր արտաքինը զարդարելու վրա, որսի զվարճանքների վրա, ձեր երկրավոր դրության մասին իրավաբանների հետ խորհրդակցելու վրա և գուցե նույնիսկ սրանից էլ ավելի ունայն կամ մեղավոր զբաղմունքների վրա։ Ամաչեք, որ այնքան քիչ ժամանակ եք հատկացնում քննելու այս ամենակարևոր հարցը, արդյոք դուք փառքի ժառանգ եք, թե ոչ։ Քննեցեք, թե արդյոք ընթանում եք այն ճանապարհով, որը տանում է դեպի երկինք, թե այն ճանապարհով, որը ձեզ հավիտյան կգցի արտաքին խավարի մեջ։ Դուք, ովքեր այս հարցը ձեզ համարում եք անկարևոր և կարծում եք, թե այն արժանի չէ ձեր ժամանակի կամ ջանքի, թեկուզ մի փոքր մասի, հավանաբար Աստծո դատաստանի առաջ ինքներդ ձեզ համարել եք անարժան հավիտենական կյանքի։ Այդ պատճառով էլ Աստծո ժողովրդի հետ բաժին ու ժառանգություն չեք ունենա այս մեծ փրկության մեջ։